Պատրաստելու ենք ֆրանսիական ոչ ավանդական ֆոյնվախ։ Հրուշակագործության համաշխարհային խոհանոցի ամենանուրբ գաղտնիքներին է այսօր տիրապետում վանաձորցի Կարեն Աշուղաթոյանը։ Հեռավոր 90-ականներին էր, ընտանիքով տեղափոխվեցին Ֆրանսիայի հարավ, Մարսել։ Անծանոթ միջավայր, անծանոթ մարդիկ, անծանոթ լեզու։ Ընտանիքը մտորումների մեջ էր, ինչ մասնագիտություն ընտրի Կարենը, որ հետագայում ճանապարհ ունենա։ Ճակատագրական դարձավ մարսելաբնակ հայրենակիցներից մեկի խորհուրդը՝ արհեստ սովորել։ Ծանոթացանք մի հայի հետ, որ Սովետական միության վաստակավոր հրուշակագործներից մեկն էր, շատ մեծ վարպետ, եւ ինքը առաջարկություն էր արել պապայիս, կարող է երեխեն ուզենա արհեստ սովորի։ Ես էլ բնականաբար ասեցի այո, այդ այուն դարավ ճակատագրական։ Այսօր Կարենը հրուշակագործների ինտերնացիոնալ միությունում ազգությամբ միակ հայն է Ֆրանսիայից, հավակնում է նաև ինտերնացիոնալ հրուշակագործի տիտղոսին։ Պիեր Զեփինի, համաշխարհային հնչեղության անուն հրուշակագործության ոլորտում։ Կարենը եզակի հաջողակներից էր, ով պատիվ ունեցավ աշակերտելու մեծանուն վարպետին։ Ֆրանսերեն չէր խոսում, բայց տեսնելով հայ տղայի շնորհալի աշխատանքը քաղցրավենիքի քնմահաճ արվեստում, Զեփինին իր ընտրությունը կատարեց։ Առաջարկությունը ստացա, որ աշխատեմ իրանց մոտ, բայց բնականաբար լեզուն, որ շատ լավ չէի տիրապետում, մադամ Զեփինին համաձայն չէր, ասելով, որ ոնց պետք է հասկանանք իրար եւ այլն, եւ այդեն Զեփինին տեսնելով իմ աշխատանքս համաձայնվեց, որ աշխատեմ իր մոտ։ 5 տարի աշխատելով Զեփինի մոտ շատ մեծ փորձ ձեռք բերեցի եւ միևնույն ժամանակ կոնկուրսների մասնակցում։ Կարենը խոստովանում է, իր գործում միշտ հավակնոտ է եղել։ Մասնագիտության մեջ չպետք է լինել շարքային, սովորական մեկը, պետք է ձգտել դառնալ լավագույնը։ Քայլ առ քայլ հայ հրուշակագործը մոտեցել է իր երազանքին։ Այսօր նա խոհանոցի նրբությունները գիտի գրամների ճշգրտությամբ, գրագետ խոհանոցում վճռորոշ են վայրկյաններն անգամ։ Ուրեմն մի քոնդի մեջ 50 վայրկյան։ Արա եւ մի քանի հատ ցենց շոկոլադներ։ Ալեն Դյուկաս հրուշակագործների ազգային դպրոցի փորձառություն ունի երիտասարդ վարպետը։ Սրա կարևորությունը ընդգծվում է համեմատության մեջ։ Տարեկան հազարավոր դիմորդից դպրոցն ընտրում է մի քանի հրուշակագործի։ Կարենի վարպետության դասերը, սակայն, միայն սրանով չեն սահմանափակվել։ Օղելիեն Թխոցիե, Ռոմի Կիրկովա, Թիերի Գիլյու, Վենսան Պալաձոլո, Գեյտան Պաղի ստաժներ եմ արել իրանց հետ։ Կարենը մի քանի տարի է հրուշակեղենի սեփական խանութ արտադրամասն ունի Մարսելում։ Ամենանրբաճաշակ, կրեատիվ լուծումներով պատրաստված տեսականին գնահատում են ամենատարբեր ազգերի գուրմանները։ Նույնիսկ հեռավոր Մարսելում Կարենը երբեմն օգտագործում է հայրենի Վանաձորում աճող համեմունքները իր պատրաստածի, իր հեղինակածի համով ու բույրով եւ ինչ խոսք, մատուցվածի գայթակղիչ տեսքով գրավում անթիվ հաճախորդների։ Նրա գործը գնահատում են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Նրա հաջողություններով հպարտանում են հայրենիքում։ Կարենն անկեղծանում է, բազմաթիվ հրավերներ է ստացել աշխարհի ամենատարբեր կետերից, բայց մտադիր է ընդունել հայրենիքից ուղարկվածը։ Առաջիկայում նա կլինի Հայաստանում վարպետության դասերով։